Պատերազմի մասնակից տղեկով մի հատ հավաքվենք, գանք ընդհանուր հայտարարի դոսաֆում, մեր սիրելի կամանդոսի դոսաֆում, որը գտնվում է Արշակունյան 5 հասցեով, ապրիլի 19-ին, ժամը 1:30, հավաքվենք, ընդհանուր հայտարարի գանք, տնանք ինչ ձևի մենք կարանք դրսևորենք մեզ, որպես ուժ, որ մեր երկիրը դրանից ավելի ուժեղանա, ավելի հզորանա։ Սախո ջան, երկու բառ դու ասա։ Ինչ ասեմ, ցանկալի կլինի ովքեր որ մասնակցեն, ովքեր որ գիտեն, ովքեր որ հասկանում են երկրի իրավիճակը, մասնակցեն, որպեսզի հասկանանք ինչ ենք ուզում մենք այս երկրից, ինչի համար ենք ուզում։ Որովհետև արյուն ենք թափել, արյուն ենք կորցրել, ընկերներ ենք կորցրել, ցանկալի կլինի, որ այդ հարցերը մենք կարողանանք կարգավորել։ Մախլե ջան։ Դրեք ջան, բոլորին կոչ եմ անում, ոնց ասեի, որ հավաքում ենք դոսախում, մենք մտածում ենք մեր պետության մասին, մեր ժողովրդի մասին, մեր բանակի մասին, դրա համար մեզ այսօր մենք ենք այս երկրի տերը։ Ամենակարևորը, որ ժողովուրդն էլ է մեզ հասկանում, որ այսօր ազատամարտիկները կարգավիճակ չունեն, մենք բոլորս պետք է պայքարենք, բոլոր ազատամարտիկները պետք է ունենան իրենց կարգավիճակը, մենք պայքարել ենք մինչև վերջ, մենք ենք այս երկրի տերը, մենք բանակի կողքին ենք։ Արտուր ջան, դու։ Բոլոր մեր պատերազմ անցած տղաները շատ լավ գիտեն, որ մենք դեռ չենք հաղթել, մեր հաղթանակը լավ առջևում է, պետք է հավաքենք, որոշենք, տեսնենք ինչ ենք անում, քանի որ դա շատ կարևոր է մեր ազգի համար եւ մեր բոլորիս համար։ Մեր կապության համար։ Ոչ։ Տղեկը բան ունեն ավելացնենք։ Մի խոսքով տղեկ ջան, եկեք բոլորս մի հատ իրար հետ հավաքվենք, խելքի տանք, որովհետև շատ դեպքերում մեզ օգտագործում են տարբեր կուսակցական ուժեր, ի նպաստ իրանց, եկեք հավաքվենք, որոշենք ինչ ենք անում, ու մեր երկիրը այս ճգնաժամից, ես գտնում եմ մեր երկիրը խորը ճգնաժամի մեջ է գտնվում եւ ամրապնդենք Հայաստանի սուվերենիտետը, մի մասը ուզում է մեր երկիրը տանի դարձնի Ռուսաստանի օբլաստ, մյուս մասը չեմ հասկանում ուր ասում, մենք պիտի հայտարարենք, որ մենք հայկականության տերն ենք ու մենք մեր երկրի տերն ենք, այդքան